Բարի վերադարձ Հենրիխ Մխիթարյան։ Հարգելի ֆուտբոլիստներ, մարդիկ պետք է տեսնեն, երեխաները պետք է տեսնեն, որ ճանապարհը հեշտ չի լինում։ Ճանապարհները պետք է հաղթահարես եւ կարողանաս հասնել այնտեղ, որտեղ որ ուզում ես հասնես։ Երբ ես հանդես էի գալի Փյունիկում, այս մարզադաշտերը չկային։ Այս ամենի տեղը հող է եղել, ոչ թե խոտ, ոչ թե արհեստական խոտ, այլ հող։ Մենք հողերի մեջ ենք խաղացել, հողերի մեջ ենք մարզվել, երևի ընդամենը 3 հանդերձարան կար այնտեղ, որտեղ որ փոխվում էինք, որպեսզի կարողանայինք մարզմանը մասնակցեինք, եւ նույնիսկ մարզումներ կան, երբ այդ մարզումներից հետո նույնիսկ լողանալու հնարավորություն չկար եւ այդպես կեղտոտ վերադառնում էինք տուն։ Ուզում եմ ասել, որ պետք է վայելեք ձեր ամեն մի պահը, կարողանաք հավատալ ինքներդ ձեզ, օգտվել այս բոլոր հնարավորությունից եւ շարժվեք առաջ։ Մինչև 20 տարեկանին բոլոր դրվագները կապված են Փյունիկի հետ, շատ դրվագներ են եղել, թե լավ, թե վատ, բայց դա կյանքի մի մասն է եղել եւ շնորհակալ եմ այդ պահերին եւ այդ պահերից եմ կարողացել դասեր քաղել եւ շարժվել առաջ, սովորել, փորձել դառնալ այն մարդ, այն ֆուտբոլիստը, որ կամ այսօր։ Երբ ին տարիքին եք, ձեզ ինչն էր օգնում ավելի ինքնավստահ խաղալ խաղադաշտում։ Քանի տարեկան ես դու։ 8 տարեկանում ինձ թվում է, որ ինքնավստահությունը պետք չի քեզ պետքա սերը ֆուտբոլի հանդեպ։ Դու եթե ֆուտբոլ սիրում ես, ինքնավստահություն ունես ուրեմն։ Դրա համար ամենակարևորը կա սեր ունես ֆուտբոլի հանդեպ։ Այո։ Այդ ամենակարևոր բանն է։ Երևի ամենակարևոր որոշումներից մեկը սկսել ֆուտբոլ խաղալն էր։ Դա ամենադժվար որոշումս էր, քանի որ հորս մայից հետո շատ դժվար էր ուժ գտնել եւ զբաղվել այն գործով, որով զբաղվել է ինքը։ Կարծում եմ դա եղել ամենադժվար որոշումներից մեկը, չնայած որ նաեւ դժվար որոշումներ են եղել տրանսֆերային պատվանների ժամանակ, թե որ թիմ տեղափոխվել, որովհետեւ եղել են մի քանի տարբերակներ եւ միշտ պետք է ընտրեш այն տարբերակը, որը որ քեզ ավելի հոգեհարազատ կլինի, որը որ քեզ ավելի մեծ օգուտ կտա քո կարիերայի ընթացքում, թե որպես ֆուտբոլիստ, թե որպես թիմային խաղացող։ Գայսուն հայտնենք Հենրիխ Մխիթարյանին։ թվականի երեխաները թող մոտենան ֆոտոզոնային լուսանկարվելու համար Փյունիկ ակադեմիայի։ Ես գոհ եմ, որ տեսամ Հենրիխ Մխիթարյանին։ Շատ լավ անցավ, որ Հենրիխ Մխիթարյանին տեսանք։ Ես դաշը Հենոյին տեսա հարց տվի, ինքը անկեղծ պատասխան։ Ես ասեցի քեզնից հետո ֆուտբոլը չի զարգանում։ Որովհետև դա ամենալավ ֆուտբոլիստն է Հայաստանում։ Որ ինքը եկել է ստեպ սաղ երեխեքը ոգի շնչվում են ու այդ իր գալը ազդում է երեխեքի առաջ գնալու համար եւ այս հանդիպման համար բոլոր երեխեք կարան դառնան մեծագույն լավ ֆուտբոլիստներ ու այսօրը կհիշեն ու իրան կասեն որ այսօրից հետո իրան ամենալավ ֆուտբոլիստն է։ Ես էլի ես։ Շատ լավ անցավ որ Հենրիխ Մխիթարյանը եկա, մենք սաղ ֆուտբոլի Փյունիկի սաները շատ են սպասում իրան ու ուզում եմ որ կյանքում իր կարիերան չպրծնի ու ինքը դաժե շատ մեծանա, շատ մեծ ֆուտբոլիստ դառնա, իր կարիերան չեմ ուզում որ վերջանա։ Հենրիխ Մխիթարյանը մեզ շատ լավ ուղի տվեց, որ ասեց ավելի շատ պարապեք, սաղը շատ լավ պարապեք, ամեն ինչի ձեր երազանքներին կհասնեք։ Ես Հենրիխ Մխիթարյանին հարցրեցի Ռեալ թե Բարսա, ասես Ռեալ։ Ես ուզում եմ որ Հենրիխ Մխիթարյանը օրերից մի օր Փյունիկի մարզիչ լինի։ Ես կուզեմ իմ մարզիչը լինի, ես կուզեմ իմ Շատ հաճելի ժամանակ անցկացրեցինք ու շատ գոհ եմ Աստծուց որ Հենրիխ Մխիթարյանը նման ֆուտբոլիստ է մեզ տվել։ Կյանքում ամենաառաջին բանը պետք է լինել լավ մարդ։ Շնորհակալություն, հարգելի ներկաներ, հարգելի